Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես առավոտը բացվեց իմացանք, որ իրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն, ինչպես ասում են, քորոփոշման դուրս են եկել, ոչինչ չեն գտել, ոչինչ չեն տարել եւ նաեւ առավոտյան իմացանք, որ Ալիկ Ալեքսանյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է։ Համեցեք։ Դե Նիկոլ Փաշինյանը իր ռեպերտուարի մեջ է, շնորհակալ եմ հրավերի համար եւ շարունակենք։ Նիկոլ Փաշինյանը իր ռեպերտուարի մեջ է Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը աբսուրդի ժանրից, հա։ Ես ինչքան որ տեսել եմ, չեմ ծանոթացել գործին, բայց լրատվականների վերնագրերից հասկացել եմ, որ նաև այդ քրեական գործի մեջ կա այն, որ բարեգործություն են հիմա անում, որ Նարեկը գնում է լորի, չգիտեմ, կոմբայն, տրակտոր, գյուղացիների խնդիրները լսում է, նրանց օգնում է, նրանց ուզածը անում է, 5-րդ երեխա ունեցող ընտանիքին բնակարան է տալիս եւ ես ինչը ֆիքսեցի 3 հարցազրույցի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանին ասում էին, որ ուժեղ Հայաստանը բարեգործություն է անում, բանեսկոմեկում, ինքը իր պատասխաններն էր, որ ոչինչ, անեց կանենք, որ չի անի, այսինքն լկտի տականքներ են սրանք, հայ ազգի թշնամիներ են, հայկականության հակադարձ կողմն են այս երևույթները եւ նայեք ինչու՞մն է խնդիրը նախ անիմաստ էլի մտել են Նարեկի տուն խուզարկություն են արել Ալիկին ով ոչ մի բանում չեն կարող ապացուցել նրա մեղքը 2 ամսով եւս կալանավորեցին ես պետք է ասեմ որ Ալիկը փոքր տարիքի երեխա ունի ով իսկապես չգիտի որ իր հայրը ձերբակալված է եւ հասկանում եք մենք այնպիսի իրականությունում ենք ապրում որ Նիկոլ Փաշինյանի ուժը ում վրա չի պատում ձերբակալում է սա խուլիգանություն է սա խայտարակություն է եւ ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին արձագանքել այս երևույթներին արձագանքել այս մարդու իրավունքների կոպիտ, կոպտագույն խախտման, օրինակ Նարեկին ինչու եք մեղադրում, որ բարեգործություն է անում, ասում եք լորիում տիմընտրություններ ալնելու, դա բարեգործությունը էլի դիտարկում եք, չեմ հասկանում, ես կաշառք, բա քո կնիկը Նիկոլ, Աննա Հակոբյանը, ամբողջ ընտրության ժամանակ իր բարեգործական հիմնադրամը չփակվեց, նույնիսկ լրագրողը մոտիկանում է Աննա Հակոբյանին ասում է, չեք պատրաստվում ձեր բարեգործական հիմնադրամի սպասվելիք, կատարվելիք բարեգործություններ ընտրություններից հետո անեք են իր եղիտնի հայացքով նայում է լրագրողի վրա, սկիչի է պատասխանում, որ չգործեր բարեգործություն չանեին կպատասխաներ, էլի, բարակո կնգա վրայով պետք է քրեական գործառույցի, ինչ ես մարդկանցից ուզում, այ հայի թշնամի գնացել է գյուղացուն տրակտոր ա տվել, գնացել գյուղացուն տրանսպորտ ա տվել, 5-րդ երեխա ունեցողին տուն ա տվել, որ մարդիկ ոգևորվեն շատանա այս ազգանը, հայի թշնամի ես մի դու արա, դու էլ արա, ինչ ես ուզում այդ մարդկանց, լավ բան են անում, լավ գործ են անում, ինչի համար ես լարում այդ մարդկանց հետևից, լավ դու թուրք ես իսկականից, ես չեմ հասկանում, կամ համեմատեմ քո հետ, Նարեկ Կարապետյանին, որ մարդը եկավ Քարոզարշավի ժամանակ նախընտրական ծրագիր գրեցին, Այնը ինչը հիմա էլ անում են իրենց խոսք տվածի շրջանակներում անես չէ մարդիկ հիմա տիմընտրություններ սկսեցին կաշառք բաժանել իրանց խոստումները լավ տղերք են լավ մարդիկ են ազգի մասին մտածող ասեցին ու անում են բա չէ քո նման արա այն պռավի համար երեք կառավարության դեմը չտեսար քանի հոգի էր ցույց անում Խոսք տվիր, որ այդ մարդկանց պռավաները կվերականգնես, խաբեցիր, այ քո տարբերությունը Կարապետյան Նարեկի, Կարապետյան Սամվելի հետ համադրության մեջ, ընդեղ է, որ այն մարդիկ խոսք են տալի անում են, իսկ դու խոսք ես տալի ու խաբում ես, դու խաբեբա անձնավորություն ես, մյուս քո խնդիրը երեք ձուկ արտահանողները, երեք կառավարությունում խոսում էիր, ասում էիր, բանա, ես յուղոտ ձուկ չեմ կարում ուտեմ, Գցում էիր այդ արտադրողների վրա այդ ձուկը վատ որակ ունի դրա համար չենք կարող արտահանենք արա կուկուրուզու պերաշկի ուտող չես արա մի գլատոկով ուտում ես այդ յուղոտ ձուկ չես կարող ուտես Էսում ես խափում էսի չես խափում բռն ճենջոտ ձեռներով պերաշկին ուտում հետո ձեռդ քսում ես հետևից շորերիդ Ասենք դու ուզում ես հիմա հենց քեզ ձեռ չի տալի որ խոստովանես որ քո պատճառով ձուկ արտահանողները չեն կարող իրանց ապրանքը արտահանեն Ռուսաստան տնտեսության մաման լացացրել ես գյուղացիներին նեղ վիճակի մեջ ես դրել ծաղիկ արտահանողներին ծաղիկ արտադրողներին
ձուկ բուծողներին, կաթնամթերքի գործանողներին, ծիրանի գործանողներին, բիբարի գործանողներին, սաղ քո անատամ քաղաքականության պատճառով մեր հայրենակիցները տուժում են, դրել ես մարդկանց մեղադրում ես, դու բիբարն ես վատ ցանե, քո կաթնամթերքն է վատ, այսօրեն Ռուբեն Ռուբինյանը կանգնե ասում է, Սամվել Կարապետյանը շպիոն է, էլի կալուգացի մալո, այ իջևանցի, խոսք քերթող, լայվով, դու լայվով ես 7 սլոյանոց յուղոտ խոզը քերթես կուտես, ձուկը յուղոտը падում է ես չես ուտի, լավ ում եք խապում դուք, ում եք էշի տեղ դրել էլի, ինչա ձեր ուզածը, Ռուբեն Ռուբինյանին անցնեմ, ասում է, Կարապետյան Նարեկը ասում է Ռուսաստանին մեծ թշնամի է սարքում, ասում է Ռուսաստանն է ապրանքների վրա բան դրել, էմբարգո դրել, մենք ենք ռուսների այդ թշնամի սարքում, բավ է սարքում, արա դուք Ռուսաստանին դաշնակցային բարեկամական հարաբերությունները սարքեցիք թշնամական հասրեցիք այնտեղ որ մարդիկ մեր ապրանքների վրա սահմանափակում են դնում գյուղացիները տուժում են են գնացիր հա Պուտինին բան խոսք տվեցիր խափեցիր քեզ այնց պահեցիր ասում է բան են անում իրանք են մեր հետ վատ վարվում ու այն մարդն է ասում Սամվել Կարապետյանին կալուգացի շպիոն ով Թուրքիան վերապատրաստվում է եկե հիմա դա արելա մեր երկրի ազգային ժողովի նախագահ Այս աբսուրդը մենք ոնց կարանք մարսենք, էլի ես չեմ հասկանում։ Կամ եւս մեկ արատավոր երևույթ։ Բռնեցիք մուլտի վելնեսը, ես Բարգավաճի Երիթևի նախագահն էի, հիշում էի այդ խնդիրը, այդ տարածքի հետ կապված։ Անընդհատ քրեական գործը հարուցված էր նրա վրա, որ մուլտի վելնեսը սխալ տեղ է կառուցած։ Հիմա հենց Ծառուկյանից ապօրինաբար խլեցիք, դարավ ճիշտ է կառուցած, այդքան արդար մարդիկ եք քանդեի կարա, խլեցիք դուք եք օգտագործում, Տիգրան Ավինյանին տվիկ էդի, սեփականություն խլող մարդիկ եք, Սամվել Կարապետյանից հեծը խլեցիք, Գագիկ Ծառուկյանից Արարատ ցեմենտը, մուլտի վելնեսը, Օլիմպիավը, ինչ ունի այդ մարդը խլում եք սաղ աշխատողներին, 10,000-ից ավել թողել եք սոված ու անտեր Դուք ես պետության մասին եք մտածում, թե ձեր գրպանի խուլիգանությունը էլ ինչ ձև է լինում։ Լավ, բա խուլիգանությունը ինչ ձև է լինում։ Լավ, եք մարդկանց սեփականությունը խլում, ես չեմ հասկանում։ Ինչի հիմա ինչ եք մեկնաբանում, որ խլում եք։ Դուք ո՞նց եք այս ամեն ինչի տակից դուրս գալու։ Կամ զանգել ես Վլադիմիր Պուտինին։ Խնդրում ես, որ ապրանքների վրա դրած սահմանափակումները բացի։ Սահմանափակումները բացի կներեք տեսնում ես ասածդ չի անում սկսում ես քո ռեպերտուարի մեջ էլի մարդկանց անուն կպցնել բա ում հետ էր խոսում որ ես վարչապետը չեմ բա ինչ բա ոնց ես վարչապետ են մարդը քեզ շնորհավորել է 5 տարի առաջ օգոստոսի 3-ին այդ 5 տարին լրանում այդ նոր վարչապետ ընտրվելուց հետո հլտես հետդ կխոսա հլտես քեզ կկանչեն ԵԱՏՄ գագաթա ժողովին Հələ տես քեզ բանի տեղ դնող ելնելու, հա, հələ դու ունես մեծ բորշ ես սարքեն ես բաները սկսե ոտիտ, որ չես կարանալու սրա տակից դուրս գաս։ Նիկոլ